30 տարվա ինքնախաբեությունից հետո առերեսվել ենք իրականության հետ։ 44 օրյա պատերազմի ընթացքում մենք ծանր կորուստներ կրեցինք, բայց հայ զինվորը չի պարտվել։ Այո, մենք չենք պարտվել, սա ուղղակի մի փոքր դադար է։ Յուրաքանչյուրս հաշվետու լինենք ինքներս մեզ։ Սուքահավերժ է, եթե պայքար չկա։ Շատ ծանր ժամանակներ ենք ապրում եւ ոստակ կարող եմ ասել, որ ընդհանրապես գոնե իմ դարում, իսկ ես կես դարուց ավել ապրում եմ, գոնե իմ դարում այսքան ծանր Հայաստանում երբեք չի եղել եւ շատ ավելի ծանր է հոգեբանորեն, քան թե ֆիզիկապես։ Սակայն այս ամեն վատ սև բանի մեջ այն էրզրումցիների մասին մի ասացված կա, որ ամենամռայլ պահին, որ ասում ես բարև, ամպերի տակից դուրս եկող արևի նման իր ժպիտը շողում է։ Այս ամեն սև բանի մեջ, այս մռայլության մեջ մի կարևոր բան կա։ Մենք 30 տարվա ինքնախաբեությունից հետո առերեսվել ենք իրականության հետ։ Եվ սա պիտի մեծ դաս դառնա եւ մեզ ուժ տա նայելու իրականության դեմքին, նայելու մեր թերացումներին, մեր ինքնության նկատմամբ գործած մեր հանցագործությանը, մեր տղերքի նկատմամբ գործած մեր հանցանքներին առերեսվելու եւ մեզանից յուրաքանչյուրը իր մեղքը գիտակցելով ապաշխարելու եւ այլևս նման քայլեր չանելու։ Մենք ուղղակի պարտվել ենք 30 տարի շարունակ, որտեղ պարտվել ենք ինքնության կռիվը, պատերազմը հաղթեցինք եւ հաղթեցինք կամավորական տղերքը։ Բայց երբ որ եկավ ժամանակը եւ մենք սկսեցինք բանակ կառուցել, նա շատ հեռու է ազգային լինելուց։ Մենք անընդհատ փորձել ենք չվարկաբեկել, չխոսել, չասել, բայց պիտի այսօր ասենք, որ սկսած հրամաններից, ուսադիրներից, կոչումներից, արտահակուստից համազգեստից ոչ մի հայկական բան չկա եւ կամ կստափվենք։ Այդ գաղափարախոսության մասին չեմ էլ խոսում, որտեղ դա ընդհանրապես չկա։ Այսօր մի բան կա, դեպի ազգային տաճար, դեպի ինքնություն, ինքնաճանաչում, ինքներս մեր թերությունների սրբագրում, ինքներս մեր զորությունների իմաստավորում, որտեղ մենք շատ հզոր առավելություն ենք թշնամիների եւ ընդհանրապես մեր շրջապատող բոլոր երկրների, եւ մտավոր եւ ոգեղեն, քաջության, խիզախության առումով։ Բայց դրա դիմաց մենք ունենք տկարություններ, մարդկային քիչ ռեսուրս, սակայն որը առաջնային չէր մեր պարտության մեջ, որովհետև եթե դա իրոք քիչ լիներ, թուրքը ադրբեջանցին չէր բերի մեծ Թուրքիային եւ նա էլ չէր բերի սիրիացի վարձկանին։ Այսինքն նրանք գիտակցում են, որ նույնիսկ փոքրականակ, նույնիսկ ոչ այդքան ազգային դիմագծով բանա գիտեմ, իրենք իզորու չեն կռվել։ Կյանքը շարունակվում է, անկախ նրանից, որ ունեցել ենք կորուստներ, ունենք տխուր էջ, տխուր պատմություն, կյանքը շարունակվում է, մենք պետք է արժանի լինենք ապրել այս հողի վրա, որը որ
տղաները իրենց կյանքով են պահել հանուն մեր կյանքի, մեր ազգի կյանքի շարունակության։ Հուսահատվել պետք չի, հուսահատությունը միշտ թուլացնում է, իսկ մեր ազգի համար կլինի կործանարար։ Ուզում եմ պատերազմի առաջին օրերի պես շարունակենք վարակված լինել, օգտակար լինելու անհագ ցանկությամբ։ Յուրաքանչյուրս հաշվետու լինենք ինքներս մեզ, մենք ինչ ենք անում մեր բանակի համար, մեր ազգի համար։ Դրսևորենք հայրենասիրություն, ազգանավեր մտածողություն, հասկանանք, որ մենք անձ լինելով կարող ենք շատ բան փոխել։ Ուզում եմ բոլորս միասնական լինենք։ Տարբեր խոսակցություններ կան մյուս դավաճանության մասին եւ այլն։ Հավատացեք, այդ ամեն ինչի մեջ էլ կա դիտավորություն, որ մեր միասնությունը պառակտվի։ Մենք չվստահենք իրար, կոտրվենք։ Խնդրում եմ մի հավատացեք նման բաներին։ Ամեն ինչ էլ եղել է ու միշտ է եղել։ Մենք պատմության խորքից ենք գալիս ու մեր գոյությունը շատ անգամներ է վտանգված եղել։ Բայց հավատի շնորհիվ կանք մինչև օրս։ Եկեք հավատանք ինքներս մեզ։ Տղերք ում համար որ այսօր հավաքվել ենք, իրենք հաղթել են մահվանը, իրենք նայել են մահվան աչքերի մեջ եւ հաղթել են մահը, իրենք քայլել են դեպի անմահություն եւ իրենք պիտի լինեն ամենավառ օրինակը, որ մեզ ուժ կտա եւ կպարտավորեցնի իրենց արժանի լինելու եւ իրեն ինչի համար որ իրենց կյանքը մատաղ են արել, մենք դրան տեր կանենք, որ գոնե իրենց երեխեքը իրենց երազած հայրենիքում մեծանան։ Բանակի շնորհիվ հայ ազգը միշտ կանգուն է եւ միշտ կանգուն կմնա։ Զոհված հերոսների հիշատակին նվիրված մոմավառություն, մեր հարգանքի տուրքն ենք մատուցում մեր զոհված հերոսներին, իրենց հիշատակը միշտ վառ կմնա, իրենք դարձել են հավերժի ճամփորդ մեզ համար եւ բոլորի համար, իրենք իրենց կյանքը զոհել են, որ այս երեխաները ապրեն լավ ապագա ունենան, բայց չմոռանան հանուն ինչի զոհվեցին։
եւ այդ հանուն ինչին միշտ պետք է մնա նաեւ երեխաների սրտում եւ հոգում։ Ապակա սերունդներին կմաղթենք, որ լավ սովորեն, որովհետև վերջ-վերջո նրանք են մեր զինվորները, սա մասամբ տղաներին է վերաբերում, նրանց ձեռքում է մեր ապագան և իմն էլ նույնպես, հենց նրանց ապագանն է, որ նրանք մեզ տալ են այն ապագան, որը որ լինելու է լուսավոր և հաղթանակած։ Այո, մենք չենք պարտվել, սա ուղղակի մի փոքր դադար է, այսպես ասեմ, առյուծը մեծ հաջողություններից առաջ միշտ մի քայլ հետ է գնում, մեծ թռիչքից առաջ մի քայլ հետ է գնում եւ կարծում եմ, որ սա մեր այդ մի քայլ հետն է եւ հուսով եմ եւ վստահ եմ, որ մենք ավելի մեծ հաջողությունների ենք հասնելու։ Հայր մեր, որ ելքիս ես, սուրբ եղեցի անուն քո, եկես սեապերություն քո, եղեցին կան քո, որպես երկինս և երկրի, ըսած մեր հանապազոր, տուր մեզ այսօր, և թող մեզ զվարդիս մեր, որպես և մեկ թողունք մերոց վարդապանած, և մի տանիրս մեզի գործություն, այլ պրկյաց մեզի չարետ, Զիքոյ արկայություն և զորություն և պար ավիտյանս, ամեն։ Հոգվոց նանգուցելոց Քրիստոս Աստված, արահանգիստ և ողորմություն և մեզ մեղավորած է շնորհյալ, ստողություն հանցանոց։ Չորսօրյա պատերազմից հետո, երբ հերոս տղաները իրենց կյանքով մեզ, այսպես ասած, երկրորդ կյանք են պարգևում, մենք ուղղակի պարտավոր ենք լինել ուժեղ։ Պարտավոր ենք հիշելով ոգեկոչել նրանց և շարունակել մեր պայքարը, որովհետև մենք հայ ենք և մեր պայքարը մշտական է։ Այսօրվա միջոցառման հետ կապված եթե խոսեմ, կասեմ, որ նախ շատ պատասխանատու քայլ էր մեր կազմակերպության համար, քանի որ հանուն սահմանին ի սկզբանե եղել է նախաձեռնություն, մոտ 1 ամիս է արդեն որպես կազմակերպություն ենք հանդես գալիս և սա առաջին մեծ լայնամասշտաբ միջոցառումն էր, հիշատակի և ոգեկոչման միջոցառումն էր, որ համարձակվեցինք իրականացնել մեր քաղաքում, ի պատիվ հարգանքի մեր հայ քաջորդիների, ի հիշատակ նրանց և ի ոգեկոչումը նրանց հարազատների և մեզ բոլորիս։ Ինչպես ասում են, սուքը հավերժ է, եթե պայքար չկա, այդ խոսքերը ընդունելով որպես նշանաբան, մենք փորձում ենք շարժվել առաջ, լինել արժանի, ապրելու այն հողի վրա և կերտելու այն հայրենիքը, որն իսկապես կցանկանային տեսնել մեր հերոս տղաները։ Նրանք չեն պարտվել, մենք էլ իրավունք չունենք պարտվելու, մենք պետք է ապրենք նաև նրանց կյանքը, շարունակենք նրանց սկսած գործը և ես վստահ եմ, որ կգա մի օր, որ մենք հաղթական ավարտին կհասցնենք այս ամենը, որը որ վիճակված է մեզ։
44-օրյա պատերազմի ընթացքում մենք ծանր կորուստներ կրեցինք, բայց հայ զինվորը չի պարտվել եւ մենք հայերս ցավոք սրտի ցեղասպանություն վերապրած ազգ ենք աշխարհի վրա եւ այս ցավն էլ կվերապրենք, կվերածնվենք, այս իրավիճակից էլ վստահ եմ դուրս կգանք եւ ավելի ուժեղացած կլինենք։ Պարզապես պետք է անցյալի բաց թողումներից, սխալներից ազգովի լուրջ դասեր քաղենք, վերանայենք այդ ամեն ինչը, որտեղ որ ունեցել ենք այդ բաց թողումներն ու սխալները եւ ավելի ճիշտ հայեցողակարգերով, ավելի ճիշտ նպատակներով գնանք դեպի ապագա։ Thank you.